Մի օր աղջիկս եկավ տուն ու ինձ ասեց. «Մամ, դու գիտեիր, որ տղաները կանգնած են շիշիկանում»։ Հիմա պետք է սկսեմ խոսալ արդեն սեռականության մասին։ Սեռականություն։ Շատ վախենալու է հնչում։ Սեռական հարաբերություններ, հիգիենա, ֆիզիոլոգիա, հղիություն, ծննդաբերություն։ Ոչ մի վախենալու բան չկա։ Այս ամեն ինչի մասին իրանք մի օրում չեն ուզում իմանան։ Իմ մամայական փորձից կարամ ասեմ, որ սկզբում իրանց ավելի շատ հետաքրքրում են հարցեր կապված մարմնի տարբերությունների հետ։ Եթե սկսել են գնալ մանկապարտեզ, կամ եթե շրջապատում հակառակ սեռի երեխա է հայտնվել։ Իսկ եթե հայտնվել է շրջապատում հղիկին, պետք է սպասենք հարցերի կապված երեխայի ծնվելու հետ։ Ինչ անես, երբ որ գալիս է հարցերով։ Պատասխանի. որտեղից եմ ես հայտնվել։ Մամայի փորիկի միջից։ Ոնց էի ես մտել մամայի փորիկի մեջ։ Ես ու պապան այնքան շատ էինք իրար սիրում։ Մտածում էինք լավ կլիներ մի հատ բալիկ լիներ, որ կարողանայինք մեր սերը կիսեինք այդ բալիկի հետ։ Ու մի օր դու հայտնվեցիր մամայի փորիկի մեջ։ Այս տարիքում իր համար ամենակարևոր բանը լսել, որ ինքը շատ սպասված ա եղել, որ դուք իրան շատ սիրել եք ու հիմա էլ եք շատ սիրում։ Իսկ ոնց դուրս եկա ես քո փորիկի մեջից։ Մի օր, երբ որ արդեն շատ էիր մեծացել, էլ տեղ չկար մամայի փորիկի մեջ, սկսեցիր նեղվել, սկսեցիր տուկ-տուկ տալ ներսից։ Գնացինք հիվանդանոց, բժիշկները օգնեցին ու դու դուրս եկար։ Պետք չի ընդհանրապես բարդացնել։ Գիտեմ, շատ վախենալու է, երբ որ մտածում ես, որ եթե եկել ա ու տալիս ա քեզ այդ հարցերը, ուրեմն երևի դու պետքա պատմես իրան սեռական հարաբերություններից, հղիությունից, ծննդաբերությունից, բայց իհարկե բոլորս էլ հասկանում ենք, որ 3-ից 6 տարեկանում մենք չենք պատրաստվում երեխային պատմել այդ ամեն ինչի մասին։ Բավական է պատասխանել իր հարցերին ճիշտ։ Եթե դու իրան ասում ես, որ դու դուրս ես եկել կաղամբից, կամ դասական քեզ արագիլն ա բերել, կամ մաման ձմերուկ էր կուլ տվել, ինքը իմանալու է, որ դու իրան ստում ես, ու էլ չի ուզենալու գա քո մոտ հարցերով։ Եթե մտածում ես, որ պահը կորցրել ես, որովհետև երեխեդ 8 տարեկան է, 9 կամ 13, մի անհանգստացի։ Երբեք ուշ չի սկսել երեխու հետ խոսալ սեռականության մասին։ Ինքդ կարող ես առիթ ստեղծել։ Մի հատ գիրք կարող ես առնել ու միասին կարդաք, մի հատ հոլովակ նայեք իրար հետ քննարկեք։ Կարևորը ստեղծի մի հատ իրավիճակ, որ երեխան հասկանա, որ ինքը կարա քո հետ սեռականության մասին հարցերով խոսի, որ սկսի վստահել քեզ։ Շատ կարևոր է փոքրուց երեխայի հետ լինել ընկերներ։ Կարևոր է, որ ինքը իմանա, որ կա ինչ-որ մեկը, ում մոտ որ ինքը կարող է գա իրան հուզող հարցերով ու միշտ կստանա ճիշտ ու հստակ պատասխաններ։